Աննա Մկրտչյանի հետ։ Տիկին Մկրտչյան, սկսենք ակցիայի նախ նպատակից, թեև հանրայնացվել են առաջնահերթությունները եւ հայտարարություն է տարածվել եւ ակնկալիքներից, որովհետեւ այսպիսի ակցիաներ դարձյալ տեղի են ունեցել եւ բան չի փոխվել ըստ էության։ Մենք եվրոպական քաղաքական համայնքին, եվրոպական քաղաքական վերնախավին հարց ունենք։ Դուք արդյոք տեսնում եք ինչ է կատարվում Հայաստանում։ Դուք արդյոք տեղյակ եք Հայաստանում մարդու իրավունքների խայտառակ վիճակից։ Դուք տեղյակ եք, որ Նիկոլը պահում է քաղբանտարկյալներ։ Տեղյակ են արդյոք, որ Նիկոլը պահում է կին քաղաքական բանտարկյալներ, բանտարկում է աշակերտների միայն նրա համար, որ իրենք իրացնում են իրենց ազատ խոսքի իրավունքը։ Եվ եթե տեղյակ են, ապա այստեղից առաջանում է երկրորդ հարցը։ Արդյոք իրենք պատրաստ են Նիկոլի աթոռը պահելու համար քաղաքական առևտուր կազմակերպել հայ ժողովրդի կյանքի, հայ ժողովրդի իրավունքների եւ հայկական պետության հաշվին։ Մեզ այս հարցի պատասխանները հետաքրքիր են եւ Եվրոպան, եվրոպական քաղաքական համայնքը, որպես իրեն ժողովրդավարության հիմնասյուն, հիմնակար, որպես ժողովրդավարության համար պայքարող քաղաքական միավոր հռչակած երևույթ, պարտավոր է այս հարցերի պատասխանները մեզ տալ։ Այս հարցերի պատասխանների կարևորությունը նաեւ եվրոպական քաղաքակրթության համար է եւ արժեհամակարգի համար է։ Մենք հասարակություն ենք, որը ապրում է եվրոպական քաղաքական արժեհամակարգով եւ մարդու իրավունքներով, բայց դա չի նշանակում, որ երեսպաշտությունը, երկերեսանիությունը, քաղաքական երկակի ստանդարտները մեզ համար պիտի դառնան նորմա։ Ոչ, դրանք մեզ համար նորմա չեն եւ մենք այսօր քաղաքական համայնքին պիտի ցույց տանք եվրոպական, որ Հայաստանի Հանրապետությունը ոստիկանապետություն է, որտեղ միայն Նիկոլը կարող է անել այն ինչ ուզում է եւ Հայաստանի քաղաքացիներին առաջարկում է մեկ ճանապարհ ուղիղ եւ բաց հայտարարելով։ Վերընկեք ձեր տեղերը։ Եվ Տիկին Մկրտչյան, այսօր քայլեր թե նախատեսված կարծեք մինչև մարզահամերգային համարել ճիշտ է։ Մենք մի քանի օր առաջ էլ այո, Եվրոպական միության դեսպանատան մոտից սկսել էինք մեր ակցիաները իրազեկման, հիմա դրա շարունակությունն է։ Մենք ձեռքերս ծալած չենք նստելու եւ չենք համակերպվելու այս քաղաքական առևտրին, չենք համակերպվելու մեր իրավունքները զիջելուն եւ իհարկե չենք համակերպվելու մեր պետության հաշվին ինչ որ այլ պետություններին լավություն անելու։ Ընդ որում գիտեք, ես նույնիսկ չեմ հասկանում այն մտայնությունները ասեմ, թե ձևակերպումները ասեմ, որոնք հնչում են, թե տեսեք ինչքան մարդ է եկել Հայաստանի Հանրապետություն։ Նախ մեր պետությունում նախորդող 30 տարիների ընթացքում միջազգային կազմակերպությունների եւ միջազգային բարձր մակարդակի միջոցառումները շատ են եղել։ Գերտերությունների նախագահների այցերից սկսած մինչեւ շատ այլ միջազգային կառույցների ղեկավարների այցեր։ Եվ գիտեք ինչ, մեր պետությունը եւ հայրենիքը ծախել ու ուրախանալ, որ մի քանի տասնյակ եվրոպական երկրի ղեկավար է եկել Հայաստանին, ինձ թվում է դա ուղղակի պատեհ եւ պատշաճել չի մեզ համար։ Այդ տրամաբանությամբ կարող ենք ասել, դա այնա Նիկոլը հեսա Սյունիքն էլ կտա, կարող է Տրամպն է գա ամերիկացիների հետ, կարող է Տավուշը ամբողջությամբ տա Տրամպին միանա նաեւ Պուտինը ռուսական պատվիրակության հետ։ Իսկ կարող է Երևանի կենտրոն բերի Թուրքին ու Ադրբեջանցուն, մայրցամաք Ավստրալիայից եւ Աֆրիկայից էլ մարդիկ գան։ Սրա մասին ենք մենք։ Տիկին Մկրտչյան, քաղաքապետարանի ասել եք, որ այ երթուղի ներկայացրել եք, համաձայնություն եղել է։ Մենք այսօր երթը տեղի կունենա։ Դե դուք տեսնում եք, թե մենք ինչպես ենք շրջապատված Նիկոլի ոստիկաններով, նրանք ովքեր պարգևաճար կստանան ամեն հայի քաղաքացու իրավունքները ոտնահարելու համար։ Ես չգիտեմ իրենք ինչ են պլանավորել եւ ինչ են իրենց հանձնարարել, բայց մեր մասով իրավական բոլոր ձևակերպումները պատշաճ են։ Մեր երթը մեզ արդեն միանում է։ Հստակորեն ներառել է Նիկոլի բռնապետությունը հենց այս տեսքը ունի։ Երեսպաշտությունը Նիկոլի այս տեսքը ունի։ Մենք բոլորս հանգիստ վերընկնենք մեր տեղը եւ որևէ մեկը եվրոպական քաղաքական վերնախավից, լրագրողներից պիտի չիմանա, թե ինչ է կատարվում, պիտի չիմանա, որ ընդամենը մի քանի 100 մետր հեռավորության վրա կան քաղաքական բանտարկյալներ, մարդիկ, ովքեր նստել են, որովհետև Facebook-ում քաղաքացիական այլ անհնազանդության ձևերով արտահայտվել են, խոսքի ազատություն են իրացրել, այն ինչ որ իբր Եվրոպայի եւ եվրոպացիների համար գերագույն արժեք է։ Մենք խնդրում ենք, որ այդ արժեքների պահպանության եւ այդ արժեքների իրացման ու ապահովման համար ու մասին լինեն իրենք եւ ոչ թե Նիկոլի ֆեյք սրտիկներով կործանեն մեր իրավունքներն ու ազատությունները։ Հարգելի հետևողներ, ինչպես տեսակ երթը արդեն այստեղ է, պարոն Աշոտյան, ձեզ լսենք։ Այստեղ կանգնենք, պարոն, այստեղ